Մենք հիմա գտնվում ենք Խորվիրապում, ընկերների հետ եկել ենք հեծանիվով այստեղ, առավոտ վաղ, 43 կիլոմետր եւ միայն մեկ նպատակով, որովհետեւ մենք մեր առաջ դրել ենք այդ նպատակը եւ հասել դրան։ Այսօր կխոսենք հենց այն թեմայի մասին, որը հաճախ լսում ենք, կփորձեմ։ Երբ որ ինչ-որ մեկին առաջադրանք եք տալիս, այդ ժամանակ նրանք ի պատասխան ձեզ ասում են կփորձեմ։ Կփորձեմ արտահայտությունը կարծես թե մեր առօրյայում հաճախ ենք լսում եւ հաճախ ենք մենք արտաբերում։ Ինչու ենք այսպես ավելի շատ միտված փորձելուն, քան ինչ-որ բան անելուն։ Ինչպես կվերաբերվեք, եթե դիմեք բժշկին ինչ-որ առողջության խնդիր լուծելու համար եւ նա ասի ձեզ, որ ուղղակի կփորձի։ Ինչն է պատճառը, որ մարդիկ շատ հաճախ չեն հասնում իրենց նպատակին։ Առաջին, երկրորդ փորձից կարծես թե նահանջում են եւ մտածում, որ իրենց մոտ չի ստացվում։ Եթե ուսումնասիրենք հաջողակ մարդկանց կյանքը, ապա կտեսնենք, որ նրանք իրենց կյանքում իրենց նպատակին հասնելու համար փորձել են ավելի քան 500 անգամ եւ նոր հասել իրենց նպատակին։ Այսինքն նպատակին հասնելու համար կարևոր չի թե քանի անգամ ես դու փորձում, կարևոր է թե որ անգամից է ստացվում։ Շատ կարևոր է թե ինչ նպատակ եք դնում ձեր առաջ։ Իսկ երբ նպատակը ունի շատ ցանկալի հիմնավորումներ եւ պատճառներ, այդ դեպքում ձեր նպատակը իրականում ձեզ էներգիա է տալիս եւ ուժ է տալիս։ Եվ եթե ինչ որ փորձեր անգամ ձախողվում են, միևնույն է, ուժը, էներգիան եւ մոտիվացիան պահպանվում է, որովհետեւ մենք պատրաստ ենք հոգեբանորեն եւ մենք պատրաստ ենք ֆիզիկապես։ Պատկերացրու ինչքան մեծ փոփոխություն տեղի կունենա քո կյանքում եւ ստիպված եմ արտահայտությունը նույնպես փոխարինել, սա իմ ընտրությունն է եւ սա իմ ցանկությունն է արտահայտություններով։ Այնպես որ կփորձեմ արտահայտությունը ուղղակի փոխարինել կանեմ կամ չեմ անի արտահայտության, որովհետև կփորձեմը իր մեջ կարծես թե ինչ որ ձախողում ունի։ Իսկ ես համոզված եմ, որ դուք չեք ցանկանում ձեր կյանքում որևէ ձախողում ունենալ։ Այսպես, եթե մենք վերաբերվենք մեր յուրաքանչյուր նպատակին, եթե այսպես մենք վերաբերվենք մեր կյանքին, ապա հաջողությունը անխուսափելի է։